Ողջունում եմ գործարալիքին միացած մեր լսողներին եւ դիտողներին, այս պահին դուք մեզ լսում եք 106 եւ 5 հաճախականությամբ, սկսում ենք թարմուղեղով զրույցը, իսկ մեր տաղավարում արտական եղբայրություն միաբանության անդամ Մասի Շիրոյանն է, Մասիս ջան, ողջույն։ Բարև ձեզ։ Ոնց եք։ Շատ լավ։ Մարտական, իսկ մարտական արդյոք այս օրերին ավելի մարտական պիտի լինենք, հաշվի առնելով զարգացումները, որ մշտապես տեղի են ունենում Հայաստանի Հանրապետությունում։ Մարտականը իրականում միշտ մարտական է, սկսենք դրանից, այսինքն իրավիճակները չեն փոխվում, նամանավանդ 20 թվականից սկսած Հայաստանի շուրջ տեղի ունեցող, իսկ առհասարակ հիմա ինչ է տեղի ունենում, հիմա շատ բան տեղի չի ունենում։ Առհասարակ հիմա քաղաքական process-ներ են, որոնք ուղեկցվում են fake իբր թե պատերազմի վտանգներով, այս պահին պատերազմի վտանգ չկա։ Իսկ հայտարարությունները, որոնք գալիս են ադրբեջանական կողմից, մենք ծանոթ ենք այդ ռետորաբանությանը 20 թվականից դեռ սկսած, երբ այդ ամենին միանգամից հաջորդեց լայնածավալ պատերազմը Արցախում, որին արդեն հետո եկավ 21 թվականը, 22, 23 բոլոր տարիներին մենք խնդիր ենք ունեցել այդ հայտարարությունների այսպես հաջորդող ինչ-որ բովանդակությամբ։ Դրանցի 20 թվականի պատերազմից հետո Ալիևը շատ լավ է սկսել ճանաչել մեր այսօրվա իշխանություններին ու գիտի, որ սրանք պատերազմից օրգանական վախ ունեն։ Ու պատերազմի միայն սպառնալիքի արդյունքում, ու չնայած որ նա պատերազմել չի ասում պատերազմ բառը, առհասարակ ուղղակի Ալիևի սպառնալիքների տակ սրանք պատրաստ են ամեն ինչ զիջել։ Կարող եմ ավելի մանրամասնել ինչ տեղի ունեցավ։ Վերջերս Ալիևը սկսեց որոշակի հոխորդ տալ, որ Հայաստանի Հանրապետությունը պետք է հրաժարվի իր սահմանադրությունից, պետք է սահմանադրությունը փոխի, որպեսզի այնտեղից հանի անկախության հռչակագիրը։ Նիկոլ Փաշինյանը մինչև այդ հայտարարել էր, որ Հայաստանի եւ Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագիրը պատրաստ են ստորագրել, վերջի երկու կետն էլ նույնպես պատրաստ են ստորագրել, չնայած Ալիևը դրան չհամաձայնվեց ու պահանջեց, որ սահմանադրության այդ հռչակագրի հատվածը հանեն։ Դրանից հետո սկսվեց սահմանում կրակոցներ, որին մեր պաշտպանության նախարարությունը արձագանքեց հետևյալքով, որ Հայաստանի ուղղությամբ չէ, ինչը դարձավ Ադրբեջանում ծաղրանքի թեմա, որովհետև ասում են, տեսնում եք, որ մենք ասում ենք հայերն են կրակում, որովհետև եթե Հայաստանի ուղղությամբ չի, բնականաբար դառնում է Ադրբեջանի ուղղությամբ, չնայած այդպես չի եղել։ Հայաստանի ուղղությամբ չէ, թե բնակչությանը կոնկրետ վտանգ չի սպառնում։ Ասում են Հայաստանի ուղղությամբ չի։ Պաշտպանության նախարարությունը նման հայտարարություն տարածեց, բայց երբ որ Նիկոլ Փաշինյանը պարլամենտում հայտարարեց, որ Արցախի էջը այլևս փակված է, ինքը մեսիջ տվեց Ալիևին, որ ես գնալու եմ սահմանադրության այդ անկախության հռչակագիրը հանելու, սահմանադրության փոփոխության ու անկախության հռչակագիրը հանելու, այսինքն ինչի համար է պահանջում, հենց Արցախի թեմայով է պահանջը, որովհետև ասում են մեր սահմանադրությամբ մենք պահանջներ ունենք, տարածքային պահանջներ ունենք Ադրբեջանի նկատմամբ, ու երբ որ Փաշինյանը հայտարարեց դա, դրանից հետո կրակոցները դադարեցին, չկա չէ՞ կրակոցների մասին խոսակցություն։ Ու Նիկոլն ասաց, որ մենք գնալու ենք սահմանադրական փոփոխությունների 27 թվականին, այսինքն ինքը ժամանակ է խնդրում Ալիևից, որպեսզի 26 թվականի ընտրություններին Փաշինյանը գնա քվե ստանա, ընտրվի եւս մեկ անգամ, որ 27 թվականին հանգիստ կարողանա այդ փոփոխությունները իրականացնի։ Այստեղ երկու հարց կա, միանգամից երկու հարց։ Արդյոք Ալիևը կսպասի մինչև 26 թվական, արդյոք նրա պլանները այդ ժամկետների մեջ տեղավորվում են, թե ոչ, եւ երկրորդը, արդյոք Նիկոլ Փաշինյանը լեգիտիմություն ունի այս պահին փոխել սահմանադրություն եւ գալ իշխանության։ Այս պահին ինքը լեգիտիմությունը վաղուց չունի, Նիկոլ Փաշինյանը, սկսենք դրանից։ Երբ որ 21 թվականին Նիկոլ Փաշինյանը ընտրվում էր, նա ընտրվում էր խոստանալով, որ հայերը վերադառնալու են Արցախ եւ Շուշի։ Ինքը ասում էր, որ Արցախը պահելու ենք հայկական, Արցախի հետ կապված որոշակի տարածքներ կորցրել ենք, բայց ինչը կա դա պահելու ենք, ինքը այդ խոստումով ընտրվեց 21 թվականին։ Դրանից հետո իր արած հայտարարություններն ու իր արած գործողությունները առհասարակ դրա տրամաբանական հակադիր գործողություններ են։ Այսինքն լրիվ հակառակ գործողություններ ինքը սկսեց անել, Արցախի էջը փակեց 2023 թվականին, երբ որ Ադրբեջանը էթնիկ զտումներ էր իրականացնում Արցախում, ինքը ասեց, որ Հայաստանին փորձում են ներքաշել պատերազմի մեջ եւ մենք չենք ներքաշվելու այդ պատերազմի մեջ ու
լկտի հայտարարություններ արեցին էկոնոմիկայի այսօրվա նախարարի մակարդակով, երբ որ ասեցին սեպտեմբերի 19-ը դա Հայաստանի Հանրապետության անկախության օր պետք է հռչակել, այս ամեն ինչից հետո իրանք հայտարարում են, որ գնում են խաղաղության պայմանագիր ստորագրեն Ադրբեջանի հետ։ Իմ մոտ բնականից հարց է առաջանում, եթե մենք պատերազմի մեջ չենք մտել Ադրբեջանի հետ, ինչ ենք մենք ստորագրում, այսինքն այդ նոյեմբերի 9-ի այդ համաձայնագիրը, ԵԱՀԿ Միսկի խումբը, այդ ֆորմատները ինչը որ տեղի ունեցել է Արցախյան պատերազմի շուրջ, դա վերաբերվել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտուն։ Այսինքն Հայաստանը պաշտոնապես 91 թվականից սկսած երբեք չի եղել պատերազմի մեջ որևիցե պետության հետ, այդ թվում եւ Ադրբեջանի։ Ըստ իշխանության տրամաբանության։ Ըստ պաշտոնական բանակցությունների Հայաստանը եղել է բանակցություններում եղել է ինքը Արցախի տարածքում բնակվող հայերի անվտանգության երաշխավորը, այդպես է հանդես եկել։ Իսկ հիմա Հայաստանին ստիպում են, ասում են Հայաստանը պետք է խաղաղության պայմանագիր ստորագրի։ Դրանից բախելու են նաև այն, որ Հայաստանին մեղադրելու են պատերազմ հրահրելու մեջ։ Այն ինչը որ մեր ընդդիմությունը մեղադրեց Նիկոլ Փաշինյանը դրան չխուսափեց, վերցրեց սրեց ու ասեց հա ես եմ պատերազմի մեղավորը, այնինչ իրենց մակարդակով չի, դա մեղքը վերցրեցին Ադրբեջանը ամեն ինչ անում է, որպեսզի Հայաստանում չհնչի որևէ փաստաթղթում, որևէ ամբիոնից Արցախ բառը, Լեռնային Ղարաբաղ բառը ու իրենք այս պահին խնդիրը տեսնում են սահմանադրության մեջ, անկախության հռչակագրի մեջ։ Ես կփորձեմ հետ գնալ 94 թվականից հետո բանակցությունները տեղի են ունեցել ԵԱՀԿ Միսկի խմբի շրջանակներում, որտեղ համանախագահող երկրներից 3 համանախագահող երկրներ կան, որոնք ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի համանախագահող երկրներից են։ 5 համանախագահողներից 3-ը այդտեղ գտնվում են։ Հիմա իրենք չեն ստեղծել Միսկի խումբը, ոչ Հայաստանը, ոչ Ադրբեջանը։ Ավելի բարձր մակարդակում է ստեղծվել։ Ու հիմա Փաշինյանը հայտարարում է, որ պատրաստ է Ալիևի պահանջները կատարել եւ սահմանադրությունը փոխել եւ լուծարել Միսկի խումբը, համատեղ հայտարարությամբ հանդես գան Միսկի խումբը լուծարելու, սակայն 3-ից չգիտեմ ով, բայց նման պահանջ չի ներկայացնում, այսինքն մեկի դեմ լինելու պարագայում այդ խումբը չի լուծարվի, այսինքն 3-ից գոնե մեկին ձեռնտու է, որպեսզի լինի Արցախի հարց։ Երբ որ մեզ շատ դեպքերում ասում են ո՞րն է, ով է այդ կողմը։ Կարող են 3-ն էլ լինել, բայց եղած գործողություններով ու հայտարարություններով ինչ որ տեսնում եք, Ֆրանսիան կողմերից մեկն է, ԱՄՆ-ն նույնպես շահագրգիռ կողմ է, որ ռեգիոնում հարցեր ունի։ Բայց կարծես թե ԱՄՆ-ն ցանկանում է թեման փակել։ Միգուցե Ռուսաստանը միգուցե իրեն պետք չի հարցը ամբողջությամբ փակվի։ Ես դրա համար եմ ասում, մենք բանակցողները մենք չենք։ Միշտ այդ հարցը քննարկվում էր, որ Ռուսաստանը փորձում է տարածաշրջանը թեժ պահել, իսկ թեժ պահելու միակ կետը դա Արցախն էր։ Արցախի թեման փակելով ակնհայտ է, որ Ռուսաստանի համար այդ թեժությունը ավարտվում է։ Երբ որ մենք լցնելու տեղ չկա։ Երբ որ մենք կլինենք իշխանություն բանակցողով մենք կլինենք, այդ պարագայում մենք կարող ենք իմանալ ում ինչն է ձեռնտու, ում է ձեռնտու, որ Արցախի հարցը բաց մնա ու որ պահանջն ունի, որ հայերը պետք է հետ վերադառնան, Արցախը հայկական է, այս հարցը գոյություն ունի։ Ալիևն ու Փաշինյանը միասին եթե ձեռքի բռնած գնան ԵԱՀԿ Միսկի խումբը խնդրեն, որ ԵԱՀԿ Միսկի խումբը լուծարվի, մեկը չի լուծարվում։ Հիմա այդ հայտարարությունները անում են ու մյուսները լուր են։ Ու երբ որ շատ դեպքերում մեզ ասում են մենք Արցախի հարցում, հիշում եք նախին ղեկավարներից, ասում են մենք Արցախի հարցում դաշնակից չունենք, գոնե երկուսը նման հայտարարություն արել են, մեկը 16 թվականի ապրիլյանից հետո Սերժ Սարգսյանը Գերմանիայում հայտարարեց, որ մենք դաշնակից չունենք, ինչ վերաբերում է Արցախի հարցին, մյուսը առաջին նախագահը ամենատիպս հայտարարել է, որ մենք Արցախի հարցում դաշնակից չունենք։ Ես իրենց հակադարձում եմ, ասում եմ, այս պարագայում երևում է, որ միգուցե այս բան դաշնակից չեմ, բայց դաշնակից չեմ, որովհետև ստեյս նորմալ չեն աշխատել։ Այդ նորմալ աշխատելու պարագայում մենք դաշնակիցներ ունենք այդ հարցում։ Եթե այդ հարցի շուրջ խումբ է ձևավորվել ու հիմա թե Հայաստանի թե Ադրբեջանի ցանկությունը լուծարել է խումբը, որպեսզի հարցը մեկը միշտ փակվի չի լուծարում, հետեւաբար պարզ լոգիկա է։
Այստեղ հարց է առաջանում, էլի մենք դաշնակից ասելով ի վերջո ինչ նկատի ունենք, շատ այսպես շատ հարաբերական ասված խոսք է, էլի դաշնակիցը ինքը ընկեր է, բարեկամ է, դու ոչինչ չանես ինքը մեկը անելու է, ով է դաշնակիցը։ Եթե մենք դաշնակից ունենանք 20 թվականը չէր լինի, կարծում եմ, 16 թվականը չէր լինի։ Ուրեմն մենք դաշնակիցներ իսկապես չենք ունեցել։ Չէ, քաղաքականության մեջ չի գործում սիրելու մեթոդը։ Այսինքն որ սիրում ես, հանուն սիրո անում ես ինչ-որ գործողություններ։ Սիրում ես ընկերոջը, սիրում ես, չգիտեմ, կնոջը, նման իրավիճակներով չեն գործում քաղաքականության մեջ։ Դաշնակիցները դա Ես վստահ չեմ ամեն դեպքում, որ նման մեթոդաբանություն չի գործում քաղաքականության մեջ, դա իհարկե վստահաբար կա, ես կարծում եմ, բայց այս դեպքում գուցե չկա։ Փոխշահավետ գործարքներ են։ Այսինքն մի բան դու տալիս ես, դիմացը մի բան ստանում ես։ Կամ դու անում ես, տենում են, որ դու կարողանում ես ինչ-որ մի բան անել, օրինակ դու պայքարում ես, ասում ես ես կպահեմ իմ ինձ այսքանով օգնեք, քաղաքական աջակցություն տվեք, չգիտեմ, զենք տվեք կամ վաճառեք, ես էլ մնացածը կանեմ։ Տեղում անողներ պետք են։ Իսկ մեր քաղաքական օրակարգը ինչպիսին է։ Բոլորով մեզ փորձում են համոզել, թե Ալիևը, թե Հայաստանի ներքաղաքական դաշտը, որ մենք թույլ ենք ու հնարավոր չի, որ մենք կարողանանք պայքարել։ Ես էլ իրենց էլ եմ հակադարձում, ասում դե որ այդքան թույլ ենք ու այդքան անկարող ենք, ինչ եք համոզում, թույլին չեն համոզում, որ ինքը թույլ է։ Այդ ուժեղին են փորձում համոզեն, որ ինքը թույլ է, թույլին ասում են գնա գլուխդ կեր։ Թույլ չենք։ Ասում թույլին չեն համոզում։ Չէ, 94 թվականին Ադրբեջանը մի անգամ ճաշակել է հայ ազգի ուժը։ Ու հիմա Ալիևը ամեն ինչ անում է, հարմար իշխանություն է գտել, հարմար ընդդիմություն է գտել, ամեն կերպ փորձում է ճնշում գործադրել, որ հարցը մեկը միշտ փակի։ Որովհետև ինքը մի անգամ տեսել է 92-ին մենք սրանից ավելի վատ վիճակներում ենք գտնվել։ Հայաստանի հյուսիսային հատվածը ամբողջությամբ ավերված էր, շրջափակում, էներգետիկ ճգնաժամ, հայ ազգը միավորվեց ու տարավ հաղթանակ։ Ադրբեջանը ճաշակեց հայ ազգի ուժը ու Հայաստանի Հանրապետության, նորանկախ հանրապետության ու Արցախի ուժը ճաշակեց։ Նրանք չեն ուզում երկրորդ անգամ այս վիճակում հայտնվել։ Ասում են, քանի հարմար պահն է, իրենց պահ փորձում են մինչև վերջ օգտագործել։ Իրենք էլ չօգտագործեն, կարծում եմ, այսօրվա իշխանություն ընդդիմություն պայքարը վառ օրինակն է, թե ինչպես կարելի է չսիրել իրար, ինչպես կարելի է ատել միմյանց։ Այդ պարակտում ովքեր չեն սիրում իրար։ Իշխանություն ընդդիմություն։ Չկա նման բան։ Չկա։ Մեկը մյուսի երաշխավորն է։ Գոյության։ Հանրությանը ցույց տալու մակարդակով։ Ես հանրությանը կփորձեմ այն բան ցույց տալ։ Իսկ հանրության զգալի մասը վստահաբար տեսնում է այն, ինչ մատուցվում է։ Հայաստանի Հանրապետության փոխվարչապետը տնտեսական գծով եւ կարևորագույն գործերով հիմնական օրինակ սահմանազատման հանձնաժողովի նախագահ Մհեր Գրիգորյանն է, որի մասին ընդդիմությունից որևիցե հայտարարություն, քննադատություն նման բաներ մենք չենք տեսնում։ Երբ որ հետ են գնում 18 թվական մենք տեսնում ենք Մհեր Գրիգորյանը Նիկոլ Փաշինյանի համաձայնության կառավարության մաս էր։ Հիշում եք, որ 18 թվականին Նիկոլ Փաշինյանի կառավարության մեջ էին Դաշնակցությունը, ԲՀԿ-ն ու որոշակի, ասենք, հանրապետականից հեռացած կամ գործիչներ կային, Ֆելիքս Ցոլակյան կար, արտակարգ իրավիճակների նախարար։ Մհեր Գրիգորյանը ԲՀԿ մանդատով հայտնվում է կառավարությունում, մինչ այսօր մնում է։ Մհեր Գրիգորյանը Արչունիվես բանկի տնօրենների խորհրդի նախագահն էր։ Մենք հիմա որ բացենք Արչունիվես բանկի տնօրենների խորհուրդը նայենք, տեսնենք ովքեր են հիմա այդտեղ։ Ինքը հայտնվել է ու օթում կախված լուրերել Արչին բանկում փայատերեր են երկրորդ, երրորդ նախագահի մերձավորները կամ հենց իրենք։ Մենք տեսնում ենք Հայաստանը փոքր երկիր է։ Մհեր Գրիգորյանը հայտնվել է այդտեղ ու մի տեսակ տպավորություն է տնտեսական գծով, որ ինքը անվտանգության երաշխավորն է նախկինների կապիտալի, այսինքն համատեղ են իրենք երկիրը կառավարում։ Ու անընդհատ ժողովրդին հրամցում են իբր թե իրենք իրար չեն սիրում, բայց առանց մեկի մյուսը գոյություն չունի։ Պատկերացրեք մի պահ, հայկական քաղաքական դաշտում չեն մասնակցում երկրորդ, երրորդ նախագահները, առաջին նախագահը։ Վերջին ժամանակահատվածում տպավորությունն է, որ ընդդիմության ներսում ատելությունը ավելի շատ է, քան ընդդիմություն իշխանություն։ Հաշվի առնելով այն երկու ուժերը, որոնք երկրորդ, երրորդ նախագահների թիմերի մասն իրար կոկորտ են կրծում։
ինչի շուրջ են կոկորտ կրծում։ Հարության մոտ փորձում են ցույց տալ, թե ով է բերել Նիկոլ Փաշինյանի իշխանության ու ով է Նիկոլ Փաշինյանի իշխանության հովանավորը։ Երկրորդ նախագահի թիմակիցներն ասում են, երրորդ նախագահն է բերել ու մինչև այսօր սատարում է ու պահում է Նիկոլ Փաշինյանի իշխանության։ Այն մյուսն էլ հակառակն է պնդում։ Իրենք արդեն բացահայտ են սրա մասին խոսում։ Մենք ասում ենք երկուստ էլ բերել եք, երկուստ էլ պաշտպանում եք, դե թող մեկը կանի մեր գրքարն ասի, այդ ինչ համազատման հանձնաժողով էր կառավարում։ Այդ ինչ էի անում դուք այդտեղ։ Դե ամբողջ իշխանությունն են քննադատում, անհատապես պիտի արվի։ Ինչն են քննադատում, բայց ինչի մերին բան չեն ասում։ Ասենք լրագրողները գնում են, ինչ որ падգամավորներ են գտնում, այտենց վերջի կլասի падգամավորներին, ինչ որ հարցեր են տալի, փորձում են պատասխաններ ստանալ, բան։ Փոխվարչապետն ինչի իրեն չեն հարցնում։ Ինչի իր հետ օրինակ աշխատանք չեն անում, դիմադիր քաղաքական ուժերի լրատվականները, լրագրողները ինչի ուղիղ հարցեր չեն տալիս։ Ազգային ժողովում հարց ու պատասխանի ժամանակ ինչի օրինակ մեր գրքարին ոչ մեկ ընդդիմությունից հարց չի տալիս։ Սա լավագույն ցուցիչն է, որ դերերի բաշխում կա, բայց իշխանությունը դա միատար է, այսինքն պարլամենտում գտնվող ուժերը ու կառավարությունը դրանք ընդհանուր մի համակարգ են։ Ուզում եք ասել մասից, որ թատրոն է այն ինչ որ կատարվում է ազգային ժողովում։ Չեմ ուզում ասել թատրոն է։ Ուղիղ ասում եմ։ Սա կեղծ է, կեղծ իրականություն է։ Այլ նորմալ պարագայում Հայաստանի Հանրապետություն պետք է ընտրություն կատարվեր ազգային ուժերի միջև, այսինքն Հայաստանի Հանրապետության ծառայող ուժերի միջև պետք է ընտրություն կատարվեր, ոչ թե դրսի ուժերին ծառայող, թշնամուն ծառայող, թշնամուն ծառայությունները մատուցող ուժերի միջև պետք է ընտրություն կատարվեր։ Մեզ ստիպում է, որ մենք ընտրություն կատարենք օրինակ Գյումրիում կոմունիստների եւ ՔՊ-ի միջև։ Նորմալ չի, չէ՞, որ անկախ Հայաստանում երկրորդ քաղաքում երկրորդ ուժը կոմունիստներն են։ Անձերից վերանանք։ Ինչ ենք ստանում։ Մենք ինչ ենք ստանում։ Ո՞վ է ստիպել։ Ո՞վ է ստիպել։ Ընտրությունը, այդ եմ ասում, մեզ առաջարկվում է ընտրություն կատարել վատի ու վատագույնի մեջ։ Մենք հենց սրա մասն ենք ասում, որ Բայց մենք ամեն անգամ վատագույնն ենք ընտրում։ Հարցը դա է։ Գոնե վատը Ես էլ ասում եմ տարբերություն չկա։ Տարբերություն չկա, բայց տարբերություն չկա, իրենք իրենց դերերը ունեն բաշխած, տարբերություն չկա։ Վատն ու վատագույնը թվացial են։ Երկուսն էլ վատագույն են։ Կոմունիստները Հայաստանի երկրորդ քաղաքում երկրորդ տեղն են զբաղեցրել։ Ունենք անկախական ու իբր անկախական ուժեր ներկայացող քաղաքական տենց ուժերից մեկի օրինակ առաջնորդ իրեն հռչակած մարդը հայտարարում ասում է Հայաստանի Հանրապետությունը պետք են Կարեն Դեմիրճյանի, Անտոն Քոչինյանի, Զարուբյանի նման ղեկավարներ։ Դուք պատկերացնում եք ինչ ձևի են իրեն գործում, ինչ ձևի համակարգ են կառուցել։ Ազգային ուժ են իրենց ներկայացնում, անկախական ուժ են ներկայացնում, բայց երազանքները Անտոն Քոչինյանի նման ղեկավար ունենալն է։ Ինչ եք առաջարկում։ Մենք մեր առաջարկությունը մեզ լսողների, մեզ հետևողների, մեր գաղափարիչներին արել ենք։ Մենք մարտական եղբայրության միաբանությունը ստեղծված օրվանից հայտարարել է, որ ինքը քաղաքական ուժ է, այո, ինքը գնում է այն ճանապարհով, որ հայտ է ներկայացրել լինելու ապագայի ուժը, Հայաստանի ապագայի ուժը, ու քանի որ մեր հասարակությունը չեր ընկալում, որ մենք քաղաքական ենք, անդադ ասում են, հա դե դուք քաղաքական եք, բայց ասում են, հա դե դուք քաղաքական եք, բայց կուսակցական չեք, կուսակցություն չունեք, չեք կարող մասնակցել։ Դրա համար նաև ստեղծել ենք կուսակցություն, ստեղծում ենք կուսակցություն, դեռ չենք ստեղծել, process-ի մեջ է։ Բայց կուսակցությունը լինելու է զուտ որպես գործիք, որ քաղաքական process-ներին ներկա սահմանադրությամբ հնարավոր լինի մասնակցել։ Ազգային հեղափոխություն կուսակցությունը անուններ ունենք արդեն որոշած, այդ կուսակցության ծրագրերը, գաղափարախոսությունում ամեն ինչը, դա մարտական եղբայրության միաբանության ծրագրերն են, գաղափարախոսությունն է, որը որ անդադ մշակվում է, անդադ աշխատանք է կատարվում։ Այս շաբաթվանից ներկայացվելու է նաև ծրագրերը ավելի հանրային կերպով քննարկումներ են կատարվելու։ Մենք պատրաստ ենք նաև
մեծ լսողների հետ քննարկել, փոփոխություններ իրականացնել, չենք ասում, որ մենք բացարձակ ճշմարտություններ գիտենք, ծրագրային դրույթներ առաջիկայում ընդհանուր հայեցակարգային մակարդակի վրա են լինելու, հետագայում ավելի մանրամասն։ Մենք ասում ենք Հայաստանում պետք է հայտ ներկայացնող ուժը պատասխանի 3 հարցի հստակ։ Որոնք են։ Ինչի համար են ուզում իշխանություն։ Հստակ նպատակը պետք է ասի, թե ինչի են ուզում իրենք լինել։ Ինչ են անելու իշխանություն լինելու պարագայում ու դա ինչպես են անելու։ Չեք կարծում ամեն դեպքում, որ մինչև ավելի ճիշտ ոչ թե մինչև, այլ խոսելուն զուգահեռ պիտի նաև գործել, անել ինչ որ քայլեր, որոնք ավելի այսպես ընկալելի կլինեն հանրության կողմից եւ ավելի վստահություն առաջացնող, ոչ թե միայն ասել մենք պատրաստվում ենք, խոսքը միայն ձեր մասին, չէ, առհասարակ կուսակցությունների մասին է, նոր ուժերին, որոնք գալիս են եւ հին ուժերին էլ անգամ հանրությանը չասել, որ մենք գալու ենք սա անենք, որովհետեւ դա 18 թվականին արդեն կրկնվել է ու տեղի չի ունեցել եւ հանրությանը ասել, որ մենք գալու ենք սա անենք, մենք գալու ենք սա հետ բերենք, մենք գալու ենք սա պահենք, դա այլևս չի մարսվում հանրության կողմից։ Ես ունեմ ամենայն դեպս այդ վստահությունը։ Մենք նպատակներ հստակ ենք ֆիքսում։ Օրինակ, ինչի համար եմ ես պետք։ Մենք կարող ենք այդ հարցին պատասխանել, նպատակը ինչն է։ Մենք հստակ ֆիքսում ենք նպատակը Հայաստանի Հանրապետության անկախությունն է։ Եվ դաշտում եղածները, այսինքն դիմություն համենայն դեպս ովքեր որ ներկայացված են ազգային ժողովում ու նրանց պրոքսիները։ Նրանց համար անկախությունը չի գերագույն արժեք։ Իրենք ամեն ինչից կարող են խոսալ։ Մենք ասում ենք Հայաստանի Հանրապետության անկախությունը բացարձակ արժեք է։ Մենք ասում ենք, մենք հավատարիմ ենք անկախության հռչակագրին։ Անկախության հռչակագիրը իմիջիալոց մեր պետության ծննդյան վկայականն է։ Հիմա Նիկոլ Փաշինյանը գնալու է դա չեղարկելու։ Ու մենք կտեսնենք, թե ինչպես են այս հարցի շուրջ գործելու մեր իրենց ընդդիմադիր հռչակած ուժերը, որովհետև 20 թվականից տեսնում ենք համատեղ գծված օպերացիաները, ասում ենք նոյեմբերի 9-ը պետք է պարտադիր չեղարկվի։ Վախենում են նոյեմբերի 9-ի անունը տալուց։ Չկա, չէ, հայկական Արցախ գոյություն չունի։ Ինչի համար է թուղթը կարևոր իրենց համար։ Ինչի համար ոչ մեկ դրա շուրջ ոչինչ չի խոսում։ Իմիջիալոց տարբերությունը Նիկոլից իրենց ու Նիկոլի հետևյալն ասում է նոյեմբերի 9-ի սխալ էր թուղթը ստորագրել, պետք է հոկտեմբերի 10-ին ստորագրել։ Ու ընդհանուր պարտության շուրջ է այս քարոզը։ Լրատվականներից էլ հետազոտություններ են անում, օրինակ Civilnet հետազոտություն է արել, ու անընդհատ այդ պարտության քարոզի շուրջ է, որ մենք չենք կարող, մենք հնարավոր չէր կռիվը շարունակել։ Մեզ ասում են դե որ Շուշին ընկավ, հնարավոր չէր կռվել։ Շուշին շատ կարևոր էր։ 92 թվականի մայիսին մենք Շուշին վերցրել ենք ադրբեջանցիներից, Ադրբեջանը 2 տարի շարունակել է կռվել։ Ոչ մեկ չի խոսում, որ օրինակ Խարվաճարը բեկումնային էր։ Երբ որ մենք Խարվաճարը ազատագրեցինք, այ դա էր բեկումնային, իսկ նոյեմբերի 9-ի դրությամբ Խարվաճարը մեր մոտ էր։ Ու փորձեր եղել էին Խարվաճարը վերցնելու, չէր ստացվել։ Այս դրա շուրջ ոչ մեկ չի խոսում։ Ինչ մեր նպատակները, թե որովհետև մեկ համակարգից են իրենք կառավարվում։ Արտաքին կառավարիչները իրենք։ Որն է համակարգի նպատակը, բացի այն, որ համոզել, որ մենք պարտվող ենք։ Հերթականությամբ ասեմ, դաշտում ինչ է տեղի ունեցել։ Սկզբում խոսք է գնում, ճիշտ է, այդ մարդը հիմա գերության մեջ է։ Ես կցանկանամ, որ ինքը շուտ հայտնվի Հայաստանում, ինչքան հնարավոր է մեր պետությունը կամ, չգիտեմ, հայկական այդ դրսում գործող գործիչները ջան գործադրեն, օրինակ Ռուբեն Վարդանյանին վերադարձնեն Հայաստան, բայց երբ որ հայտարարվում է, որ գոնե Թաթարստանի կարգավիճակում Ռուսաստանում լինենք, այսինքն անկախության զիջում, երբ որ դրան հակադարձություններ չեն լինում, երբ որ Ռուսաստանին հպատակ ձևով ենք փորձում գնալ միութենական պետության խոսակցություններ երկրորդ նախագահի մակարդակով, երրորդ նախագահան ինքն է ԵԱՏՄ միության մեջ ստորագրել մեզ մտցրել։ Այս մեկը առհասարակ անկախության հռչակագրից է փորձում հրաժարվել, այսինքն ընդհանուր մենք տեսնում ենք ինչ է տեղի ունենում։ Ընդհանուր բոլորը խաղում են Հայաստանի անկախության հետ։ Ոչ մեկին պետք չէ այդ անկախությունը իրենցից։ Հայաստանյան քաղաքական դաշտը ձևավորվել է
սրա շուրջ, այսինքն այս պահին գործում են այս գործիչները, որ ամեն ինչ անենք, անկախությունից հրաժարվենք, մտնենք Ռուսաստանի կազմի մեջ ու այդ ազգային գործիչը, որ ասում եմ իբր ազգային գործիչ իր երազած ձևով ունենանք Կարեն Դեմիրճյանի կամ Անտոն Քոչարյանի նման ղեկավարներ։ Ընդհանուր պատկերը էս է։ Հիմա մենք ասում ենք սրան հակադրվել պետք է, որովհետև լավ ապրելու լավագույն գրավականը դա անկախությունն է։ Այսինքն նորմալ անկախ պետության ներսում հայը կկարողանա իրեն լավ զգալ, հայը կկարողանա լավ ապրել, երջանիկ ապրել, ազատ ստեղծագործել։ Նախ պիտի հասկանալ կամ բացատրել գոնե ինչ է այդ ազատությունը ու ինչքան կարևոր է նոր բացատրել, որ դրանով են լավ ապրում, որովհետև ազգի մոտ բացարձակ այլ տպավորություն է, թե լավ ապրել ինչ է նշանակում։ Դե հիմա վատ են ապրում, որովհետև ազատ չեն։ Դե ուրեմն չխոսենք անկախության մասին, որ ունեցել ենք իբր։ Չէ, անկախություն ունեցել ենք ահագին տենց դե եթե մենք փոքր ձևով, բայց ի տարբերություն օրինակ 91-ից առաջ գոյություն ունեցող անկախության մի level բարձր ենք։ Չնայած երբ որ հետագայում ինտեգրվեցինք օրինակ ԵԱՏՄ-ին, ՀԱՊԿ-ին, այսինքն ինտեգրացիաները մեզ բերեցին անկախությունից կամաց զրկելուն։ Իմ տպավորությամբ մենք անկախություն եթե ունենենք, մենք կախվածության մեջ չէինք լինի որևէ իմաստով որևէ երկրից։ Ու մեր որոշումները երբեք կախված չէին լինի որևէ երկրից, չնայած որ աշխարհում անպատկերացնելի է դա։ Բացարձակ անկախություններ գոյություն չունեն։ Այո։ Փոխհարաբերություններ գոյություն ունեն։ Բայց հիմա երբ որ մեզ ասում են, այ եթե մենք չմտնեինք ԵԱՏՄ, եթե չմտնեինք ՀԱՊԿ, մեր վրա կհարձակվեր այս պետությունը տարածաշրջանում Ադրբեջանը չի գտնվում որևէ ինտեգրացիոն համակարգի մեջ, Վրաստանը չի գտնվում, նույն ձևի առևտուր են անում թե Ռուսաստանի հետ, թե Եվրոպայի հետ։ Այդ մենակ մեզ էր պարտադրված, որ ինչ որ մի հատ միության մեջ պետքա լինենք, որ կարողանանք գոյություն ունենալ։ Հենց էս ենք ասում, որ երբ որ ասում ենք կյանքը Վրաստանում օրինակ ավելի լավ է, տնտեսությունը ավելի լավ է զարգանում, ասում ենք ընկերներ, Վրաստանը ոչ ՀԱՊԿ անդամ է, ոչ ԵԱՏՄ անդամ է, ոչ ԵՄ անդամ է, ոչ ՆԱՏՕ-ի անդամ է։ Գոյություն ունի Վրաստանը։ Գոյություն ունի։ Շնորհակալ եմ մասսիրույցի համար։ Մեզ լսողներին եւ դիտողներին ուզում եմ հիշեցնել, որ գործարալիքի եթերում թարմ ուղեղով զրույցներ, իսկ իմ զրուցակիցը մարտական եղբայրություն միաբանության անդամ Մասի Շիրոյանն էր, իսկ ձեզ համար Մոնիկա Մամյանն էր աշխատում, կհանդիպենք հաջողություն։